կատարվում է այս ընթացքում։ Շնորհակալ եմ շատ հարցերի համար, իրականում շատ բազմաշերտ ու տարբեր ուղղություններ ներառող հարցադրումներով հանդես եկաք սիրելի Էլինար, փորձեմ թերևս ըստ կարևորության անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Տեսեք, մեր թերևս թիվ 1 սխալը այս ամբողջ ժամանակահատվածի հավերժություն թվացող այս 8 տարիների թերևս ամենամեծ սխալը այն է եղել, որ մենք տարբեր ժամանակաշրջաններում փորձել ենք որոշակի տրամաբանության կամ խելամտության էլեմենտներ գտնել իշխանության վարքագծում կամ ելույթներում կամ արարքներում։ Հասարակության քաղաքական դաշտի բանական հատվածը դժվար թե երբևէ կարողանա որևէ նման խելամտության տարր կամ էլեմենտ գտնել։ Հիմա եթե մենք խոսում ենք վերջին ամիսների քաղաքական իրադարձությունների մասին, պետք է ասենք, որ բոլոր հնարավոր եւ անհնարին հարթություններում իշխանությունը հատել է բոլոր տեսակի կարմիր գծերը։ Եվ խոսքը ամենևին քաղաքականության մասին չէ։ Եթե մենք խոսում ենք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի նրա ընտանիքի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի, քաղաքական վրեժխնդրության գործընթացի մասին, ապա կոնկրետ այդ հանձնարարականները, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչում էին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ այսպես ոչնչացնելու, ունեզրկելու, տապալելու, սպառնալիքները հնչում էին պիկապների վրայից, վերջին օրերին պարզապես այդ սպառնալիքները տեղափոխվեցին խորհրդարան, տեղափոխվեցին խորհրդարանական ամբիոն եւ նույն գործընթացը սկսեց տեղի ունենալ ընդդիմադիր այլ քաղաքական գործիչների, Ռոբերտ Քոչարյանի եւ նաեւ սպառնալիքների շարքը շարունակական է, որ առաջիկա օրերին նաեւ այլ քաղաքական ուժերի եւ առաջնորդների նկատմամբ է իրականացվելու։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կոնկրետ իրականացված այս անպարկեշտ, անբարո, անտրամաբանական գործընթացը իրականացվում է կոնկրետ մեկ մարդու քաղաքական վրեժխնդրության շրջանակներում, սա բոլորին է հասկանալի, որովհետև այն տեսարանը, որը կոնկրետ մարդու ցուցումով իրականացվեց Գագիկ Ծառուկյանի տանը, երբ 7-16 րոպեին, երբ ԱԱԾ-ն ներխուժում է Գագիկ Ծառուկյանի բնակարան, այսպես 30-40 դիմակավորված անձանցով, եւ երբ Գագիկ Ծառուկյանը ընդառաջ է գնում նրանց, եւ երբ Գագիկ Ծառուկյանը ուներ բազմաթիվ րոպեներ անգամ իր տնից դուրս գալու հեռանալու, բայց քանի որ բազմիցս հայտարարել է, որ ինքը գիտի, որ իրեն կալանավորելու են, ինքը գիտի, որ իր տունը խուզարկելու է, անգամ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է, որ իր մայրիկի հետ այդ թեմայով զրույց է ունեցել, որովհետև իր համար ամենակարևորը իր մոր կարծիքն է եւ պիտի Ռոզային զգուշացրել է, որ երբ որ կգան իմ հետևից, խնդրում եմ հանկարծ ինքնազգացողությունդ չվատանա, դու պատրաստ եղիր, ժամանակավոր բարդություն է։ Երբ որ մարդը հրապարակային հարթության մեջ անում է նման հայտարարություններ եւ պարզապես մեկ մարդու անձնական ամբիցիան բավարարելու ցանկությամբ եւ այսպես անհակ փափագով կոնկրետ այդ տեսարանը ստանալու նպատակով իրականացվում է այդ շոուն, կարծում եմ, որ սա համակարգային ողբերգություն է, որովհետեւ Տաթևիկը շատ դիպուկ բան ասաց, այդ հանձնարարականը կատարող մարդկանցից յուրաքանչյուրը պետք է ունենա համարձակություն հետագայում իր երեխաների, իր սերունդների կամ վերջի վերջո հայելու մեջ նայելու համարձակություն պետք է ունենա, որովհետև անկախ նրանից, թե որքան անպարկեշտ ու անբարո է հանձնարարական տվողը, իրականացնողն ու կատարողը ի վերջո դու ես, դու ինքդ ես քո սեփական խղճի առաջ պատասխան տալու երբևէ, եթե ունենաս բնականաբար նման քաջություն։ Այդ գործընթացը կոնկրետ Գագիկ Ծառուկյանին անվանարկելու, այսպես նրա հեղինակության հետ այսպես անպարկեշտ գործընթացներ իրականացնելու փորձանող մարդիկ ցավոք սրտի տոտալ անհաջողության բախվեցին այս 2 ամիսների ընթացքում, ինչ պարոն Ծառուկյանը կալանավորված է, որովհետև հանրության համար էլ տեսանելի եւ
հստակ հասկանալի է, թե ինչ նպատակով է այս ամեն ինչը արվում։ Նույն Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու գործընթացը, որը արված էր նրան հեղինակազրկելու նպատակով, կոնկրետ այդ նպատակով էր ցուցումը տրված, իր նպատակին չծառայեց, որտեղ ամբողջ հասարակության բանական հատվածը հասկացավ, որ անգամ 10-20 հոգով դժվարությամբ կարողացան Գագիկ Ծառուկյանին գետնել այն էլ ստորաբար թիկունքից խփելով, ոտքին հարվածելով։ Կամ նույն Գագիկ Ծառուկյանը նրա ընտանիքի անդամների հետ կապված կեղտոտ, այսպես անձնական կյանքի դաշտ ներխուժելով տեղեկատվության տարածումից հետո բոլորը հասկացան, որ որևէ հենք չկա այդ ստահոդ տեղեկությունների տարածման եւ բոլորը հասկացան, թե որքան սնանկ է մեր դատական համակարգը եւ որքան անպարկեշտ, երբ այսպես որպես վերջին գործիք մարդու հետ հաշվառդար տեսնելու մտնում են նրա ընտանիք, ներխուժում են նրա այսպես երեխաների անձնական կյանք եւ ստահոդ տեղեկատվություն են տարածում։ Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի այսպես ունեզրկման մեկնարկած գործընթացին, պետք է ասեմ, որ այո, դուք արդարացիորեն նշեցիք, որ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելը այս գործընթացը 21-րդ դարում մեկնարկած այս գործընթացը իրականում խայտառակություն է, որովհետև ինչպես ասում են, ախորժակույտելիս է բացվում դասական այդ ձևակերպման շրջանակներում, այո, կոնկրետ հեծի պետականացման գործընթացից հետո իշխանությունները այսպես բավականին մեծ ոգևորությամբ լուծվեցին այլ սեփականատերերի, այսպես սեփականությունը կոնկրետ գողանալու գործընթացին, որտեղ այլ կերպ քան գողություն ես այս գործընթացը չեմ կարող անվանել, որովհետև քանի դեռ դատական պրոցեսները ընթանում են եւ ընթացքի մեջ են, կոնկրետ այս սանձազերծված հակաօրինական գործընթացը որևէ այլ բնորոշում եւ ձևակերպում չունի։ Այս օրերին մեր տարբեր մասնագետներ խոսել են նաև պետականացման գործընթացի ակնհայտ անօրինական դրսևորումների մասին, բայց կուզենամ մի քանի բանի վրա ուշադրություն հրավիրել, մասնավորապես նույն Արարատցեմենտ գործարանը, որը պետականացվել է արդեն շուրջ մեկ ամիս, նախորդին արդեն մասնագետները բարձրաձայնում են, որ նույն ցեմենտի գինը 20%-ով արդեն բարձրացել է։ Երևանի Արարատ կոնյակի գինեովի կոմբինատը, որ պետականացվել է, այս պահին մասսայական հաստիկների կրճատում, աշխատակիցների այսպես աշխատանքից ազատման գործընթաց է տեղի ունենում։ Ես չեմ խոսում մուլտիվերիասի հետ կապված գործընթացի մասին, երբ այսպես բացարձակ ապօրինի գործընթացների շրջանակներում ուղղակի Երևանի քաղաքապետարանը ներխուժել է մուլտիվերիաս եւ շահագործում է համալիրը, ուրիշի սեփականությունը եւ իրականացնում է, կրկնում եմ, տարրական գողություն, որովհետեւ իրավունք չունի շահագործել այդ մարզասարքերը, մնացած գույքը, շահույթ ստանալ եւ իրականացնել շահույթ հետապնդող այլ գործունեություն։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունների համար քանդելը, ավիրելը, գողանալը դարձել է այլևս սովորական գործելավոճ, բայց կրկնում եմ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, մարդու տնտեսական անձեռնունեության իրավունքը որևէ մեկը չի չեղարկել, կան տեղական դատական ատյաններ, կան միջազգային դատական ատյաններ, այս պայմանությամբ արդեն իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանում երկու գնգատ ընդունվել է վարույթ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացների օրինականությունը վիճարկող։ Բոլոր հնարավոր իրավական եղանակներով մենք պայքարելու ենք Գագիկ Ծառուկյանի քաղաքական, տնտեսական, բարոյական իրավունքները վերականգնելու համար։ Եվ փառք Աստծո, այս գործընթացում մենք ունենք ոչ միայն ընդդիմադիր քաղաքական դաշտի մեր գործընկերների լիակատար աջակցությունը, այլ նաև հանրության, սփյուռքի աննախադեպ մեծ ծավալի հասնող աջակցություն, բարոյական աջակցություն, որը յուրաքանչյուր օր անընդհատ ռեժիմով մենք ստանում ենք։ Ես իհարկե հասկանում եմ, որ այս գործընթացը եւս միգուցե հոգեխանգարմունքի է հասցնում այն մարդկանց, ովքեր հետևողականորեն փորձում են առատավորել Գագիկ Ծառուկյանի բարի անունը, համբավը, եւ այդ իսկ պատճառով շարունակաբար անընդհատ ինչ-որ նոր քրեական գործեր, նոր մեղադրանքներ, մտածածին եւ սուտ խորինված այսպես վարույթներ են նախաձեռնվում, բայց ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցելու եւ ժողովրդավարության բաստոն հրճակված Հայաստանում ցավոք սրտի մարդու իրավունքը եւ մարդու արժանապատվությունը դարձել է պաշտպանության կարիք ունեցող թիվ 1 գործոն։ Այն դեպքում, երբ որ մենք պետք է այս մասով ընդհանրապես խնդիր չունենայինք, այժմ ամենօրյա եւ ամենժամյա ռեժիմով իրավաբանները, քաղաքական դաշտի ներկայացուցիչները ստիպված են պայքարել Հայաստանում
մարդու արժանապատվության եւ մարդու իրավունքի պահպանման համար։ Սա ողբերգություն է իրականում, եւ ես շատ ցավում եմ, որ այս ամբողջ գործընթացը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հաշվեհարբերների վրեժխնդրության այս գործընթացը սարսափելի կերպով սասանում է մեր երկրի ոչ միայն քաղաքական, տնտեսական, բարոյական հեղինակությունը, այս գործընթացի հասցրած վտանգները տասնամյակներով ցավոք սրտի հնարավոր չի լինելու վերականգնել։ Դուք խոսեցիք ներդրումային միջավայրի մասին։ Այո, բնականաբար կոնկրետ Հայաստանում ստեղծած արարած մարդկանց հետ տեղի ունեցող գործընթացները տեսնող իրեն հարգող որևէ գործարար միջազգային ներդրող Հայաստանում չի անելու ներդրում։ Ես իհարկե հասկանում եմ, որ ազգային կապիտալի շուկայից դուրս մողրումը այդ գործընթացը, որ իշխանությունը այս օրերին իրականացնում է, թերևս ունի մեկ նպատակ՝ տնտեսական դաշտը ազատել թուրքական ու ադրբեջանական կապիտալի համար։ Հասկանում եմ, որ կա նաև նման հեռահար նպատակ, բայց կրկնում եմ, քաղաքակիրթ տնտեսական աշխարհի որևէ ներկայացուցիչ Հայաստանում այլևս ներդրում չի իրականացնելու։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունում կապարակնքվում է ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, երբ որ կապարակնքվում է Օլիմպիադանը, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքներն են անցկացնում տասնյակ միջազգային հավաքականներ, հեղինակազրկվում է միջազգային սպորտային հարթակներում Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը չի մտածում այդ հետևանքների մասին։ Երբ որ կոնկրետ դատողում է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանիշինարարությունը, որը միջազգային բազմաթիվ տուրիստական կազմակերպությունների հետ երկարատև բանակցությունների քննարկումների արդյունքում արդեն իսկ դարձել էր պոտենցիալ տնտեսական ուղղություն, որը 27-28 թվականներին պետք է այսպես մեկնարկել եւ Հայաստան բերեր միլիոնավոր, միլիարդավոր ներդրումներ, տուրիստական ոսկեր, տնտեսական աճի պետք է նպաստեր։ ՄԱԿ-ի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ տևական բանակցությունների արդյունքում կային կոնկրետ պայմանավորվածություններ, բայց հիմա հասկանալի է, չէ, որ արձանիշինարարության տեմպերը դանդաղել են, այնտեղ անգամ երեսպատման սալիկների մատակարարման խնդիր կա, որտեղ կապարակնքված է նաև Լուծիստորին ընկերությունը, բայց կրկնում եմ, ցավոք սրտի իշխանությունը որևէ այսպես ուշադրություն չի դարձնում բոլոր հնարավոր հարթակներում Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման գործընթացի վրա։ Ինչ վերաբերվում է ձեր կողմից մատնանշված Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեի ձևավորման աշխատանքներին, ապա այո, նախորդին առաջին անգամ հայտարարել եմ այդ մասին եւ առաջիկա 2 օրերի ընթացքում կազմաամբողջությամբ կհրապարակվի տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ եւ ներգրավվածությամբ ձևավորվում է այդ կոմիտեն, սակայն այս կոմիտեն չի լինելու բացառապես Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հարցերով զբաղվող կոմիտե, որտեղ ցավոք սրտի Հայաստանում այսօր բազմաթիվ են մարդիկ, ովքեր ում իրավունքները ոտնահարված են, ում նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար եւ ցավոք սրտի նմանատիպ կառույցի գործունեությունը դառնում է այլևս անհրաժեշտություն։ Ժողովրդավար հռչակված Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է։ Այդ կոմիտեում մի քանի տասնյակ հեղինակավոր ներկայացուցիչներ են ընդգրկված, ինչպես ընդդիմադիր քաղաքական դաշտի ակնառու գործիչներ, այնպես էլ սպորտի հեղինակավոր մասնագետներ, իրավաբաններ, արվեստի մշակույթի գործիչներ, հանրային քաղաքական գործիչներ, շատ պատկառելի կազմ է հավաքված եւ առաջիկա օրերին մենք այս նախաձեռնության մասին ավելի հանգամանորեն խոսելու հնարավորություն կունենանք եւ աշխատանքի շատ լայն դաշտ է բացվում կոմիտեի եւ կազմակոմիտեի առջև, քանի որ բոլոր հնարավոր միջազգային իրավական հարթություններում, տեղական իրավական հարթություններում, իրավապաշտպան կազմակերպությունների հետ, հասարակական կառույցների, դեսպանատների, միջազգային կառույցների հետ աշխատանքի շատ մեծ դաշտ է բացվում եւ պետք է համակարգված հետեւողական աշխատանք, որպեսզի մենք օրենքով թույլատրված բոլոր հնարավոր եղանակներով հասնենք Հայաստանում քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանը եւ ի վերջո նրանց ազատ արձակմանը, որովհետեւ արդյոք օգտվելով նաեւ ուզում եմ կարճ անդրադարձ անելու հանգամանքին, որ այսօր թիվ 1 այսպես պատժամիջոցը դարձել է կանոնավորումը, ցավոք սրտի այսպես հրահանգավորված եւ թիրախավորված հետապնդումների դեպքում մշտապես առաջին հերթին կանանքն է կիրառվում եւ քանի որ առաջիկա օրերին հրանում է նաեւ Գագիկ Ծառուկյանի
կալանավորված լինելու 2 ամիս է եւ կալանքի փոփոխության ժամկետն է մոտենում, այսպես ուզում եմ հույս հայտնել նավատեսորեն հավատալ, որ անկախ նրանից, որ արդարադատության համակարգի հետ կապված այսպես հույսերը քիչ են, բայց ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, նաեւ մնացած բոլոր կալանավորված քաղբանտարկյալների դեպքում կալանքը դա թիվ 1 լուծումը չէ։ Հայաստանաչի խոչընդոտելու օգնությանը հատկապես բացարձակ հիմնազուրկ են։ Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում հայաստանական խափանման միջոցի փոփոխությանը եւ այս դեպքում իշխողը պետք է լինի ոչ թե վախի, այլ օրենքի սկզբունքը եւ այսպես համատարած բնույթ պետք է կրի ոչ թե անհանդուրժողականությունը, ատելությունը, այլ փոխադարձ ըմբռնումն ու համերաշխությունը։ Ամենայն դեպս ես որպես անօրինի նավատես ուզում եմ հավատալ սրան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Տոնոյան։ Գիտեք, ես վստահ եմ մի որոշ ժամանակ անց եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ մյուսները արդարացվելու են։ Իհարկե մնալու է այս մարդկանց նկատմամբ անարդար վերաբերմունքը պետության կողմից, բայց մնալու է նաեւ այդ բիծը մեր պետության վրա եւ ցավոք սրտի նաեւ մեզ է հետևանքները։ Այո, ես էլ սպասում եմ, որ առաջիկայում կալանքի քննության ժամանակ, այսինքն խափանման միջոցի քննության ժամանակ կգտնվի այնպիսի խիզախ դատավոր, որը կորոշի, որ առաջնորդվելու է իրավունքով եւ առաջնորդվելու է օրենքով եւ խափանման միջոցը կվերացվի, բայց միևնույն ժամանակ իրատես լինելով անհանգիստ եմ, որ գործը կմակագրվի օրինակ Մասիս Մելքոնյանի նման որևէ դատավորի, որի պարագայում արդեն կարելի է ենթադրել, թե ինչպիսի որոշում է կայացնելու դատարանը եւ տվյալ դատավորը։ Մենք այս հարցին դեռ կանդրադառնանք, խոսենք էլի կոմիտեի մասին, այժմ Տիկին Մելոյան ուզում եմ միասին քննարկենք իրավունքի այսօրվա վիճակը եւ նաեւ իրավական մեխանիզմները, որոնցով կարելի է պայքարել այս ամենին։ Տեսեք, իրավապաշտպանական կառույցներ են ստեղծվում։ Ստեղծվել է օրինակ շատ կարևոր հարթակ, որտեղ որ ռեգիստր է վարվում քաղբանտարկյալների, արդեն 36 քաղաքական հետապնդման ենթարկվողների տվյալներ են, բայց դրանք այն տվյալներ են, որոնց գործերով զբաղվում են մարդիկ, բայց օրինակ այս ընտրությունների արդյունքում